Գարնան գալուստն իր հետ բերում է նաև կանանց ամենասիրելի ու սպասված տոներից մեկը՝ մարտի 8-ը։ Մարտի առաջին օրերից արդեն Վանաձորում պատրաստվում են այդ տոնին։ Հատկապես աշխուժություն է նկատվում ծաղկի սրահներում, որտեղ մոռանում են հոգնածությունն ու կորցնում ժամանակի զգացողությունը։ Գեղեցիկ ու զանազան ծաղկային կոմպոզիցիաներ, տարբերվող ու քաղցր փնջեր են ստեղծում տոներն ամբողջացնելու համար։ Մեր մոտ տոնական թոհուբոհ է, ես հիմա իրականում շատ հոգնած եմ, բայց ուզում եմ շփտալ։ Ուզում ենք բոլորին գոհ սպասարկել, բոլորը այստեղից հեռանան գոհ, ժպիտներով, քանի որ իրականում դա տոն է, չգիտեմ ինչի մարտի 8-ը բոլորիս համար ամենասպասված տոներից մեկն է։ Մեր աշխատողները աշխատում են 24/7 գրաֆիկով, որպեսզի այդ օրը սպասարկենք բոլորին, չունենանք այստեղ չսպասարկված հաճախորդներ, կարողանանք բոլորի պահանջները բավարարել։ Որպես կանոն, այս անգամ եւս թանկացումները չեն շրջանցել այս տոնը։ Կակաչը կանանց միջազգային օրվա ամենապահանջված ծաղիկն է, ասում են սրահում։ Մոտ մեկ շաբաթ առաջ, եթե այն խանութ սրահում վաճառվում էր օրինակ 600 դրամով, հիմա արդեն այդ արժեքով ձեռք են բերում։ Մարտի 8-ի եւ առհասարակ բոլոր տոների ժամանակ ծաղիկների գնաճի վերաբերյալ հաճախորդների դժգոհությանը ծաղկի սրահում ըմբռնումով են մոտենում եւ փորձում են ներկայացնել պատճառները։ Սեպտեմբերի 1, վերջի զանգ, Սուրբ Սարգիս, Վալենտին, ուսուցչի տոն միշտ լինում են թանկացումներ։ Բոլորը մտնում են սրահ, նեղանում են սրահի տնօրենից, նեղանում են սրահներից, բայց սրահը կամայականորեն գին չի ավելացնում։ Այդ ամեն ինչ շղթայական է, սկսվում է հենց ջերմոցներից։ Մենք չենք որոշում գինը շուկայում, մենք չենք կամայական գները ավելացնում։ Ես հիմա 3 գնացել եմ ջերմոց, բերել եմ ապրանք, արդեն բավականին թանկացած։ Մենք անգամ չունենք այնքան հնարավորություն, որ մեր բոլորիս հայտնի 1-ին 1 ճակերտների մեջ գինը մտնենք, ինչպես ասում են մեր հաճախորդները։ Հիմա չկա ստվերային տնտեսություն, բոլորն աշխատում են հարկերով, ջերմոցները վճարում են մեծ հարկեր, ջեռոցում են ջերմոցները, բնականաբար նրանց էլ է հասկանալի, եւ այդ ամեն ինչը սկսվում է հենց ջերմոցից։ Մենք մարտի 8-ից 2 օր առաջ չենք որոշում, որ սրահում պետք է գինը թանկանա, մենք ինքներս բերում ենք թանկ գներով։ Level Up Design Studio ծաղկի սրահը աչքի է ընկնում նաև իր յուրօրինակ ու կրեատիվ մտահղացումներով։ Մարտի 8-ին վանաձորցիները քաղաքի տարբեր փողոցներում Level Up-ի շրջիկ զամբյուղներից կարող են ձեռք բերել գեղեցիկ փնջեր։ Նախաձեռնությունը Հայաստանում միակն է։ Կար պետություն, որտեղ այդ ֆլեշմոբը իրականացվել էր եւ ես եւս փորձեցի դա կատարեմ։ Մենք ավելի շուտ էինք դա պլանավորել, բայց եղանակային պայմանների բերումով թողեցինք մարտի 8-ին հուսամ այդ օրն էլ մեզ եղանակը չի դավաճանի, հարկեցուն է սպասվում, բայց բոլոր դեպքերում մենք դա կիրականացնենք։ Առաջինը Հայաստանում չունենք ոչ Երևանում, ոչ մի մարզում սայլակներով, պտտվելու ենք թաղամասերով, ես ինքս իմ սայլակներով գնալու եմ եւ թաղամասերում վաճառեմ մեր փոքրիկ կուլոկները, որոնք շատ հասանելի են մարդկանց համար, արժեքը միջինացված 2000 դրամ է լինելու։ Մարտի 8-ը եւս մեկ առիթ է գնահատելու, արժևորելու եւ մեծարելու գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին շնորհավորանքներով, բարեմաղթանքներով եւ իհարկե գարնանաբույր ծաղիկներով։ Աշխեն Սուքիասյան, Հայկ Վարդանյան, Թղթաբանակ։